Շատ ուրախ եմ Աննա ջան, որ այսօր խոսելու ենք մեր ամենասիրելի թեմայի շուրջ հոգեբանության։ Շատ ուրախ եմ։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվել ես։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Կուզեմ նախ պատմես ոնց եկար հոգեբանություն։ Իրականում սա շատ հետաքրքիր պատմություն է ինձ համար, որովհետև ես հիշում եմ, երբ որ իմ եղբայրը ավարտում էր համալսարանը, նա ևս սովորում էր հոգեբանության բաժնում ու պատրաստվում էր պետական քննություններին։ Ու ես միշտ զարմանում եմ, ասում եմ, զարմանալը ո՞րն է, ջղայնանում եմ, ասում եմ, ամբողջ օրը սենյակում պարապում է, այդ ինչ է այդքան պարապում, այդ ժամանակ ես դեռ դպրոցում էի սովորում։ Ու երբ որ ինքը տանը չէր, մի օր գնացի, սկսեցի թերթել այդ էջերը, հետաքրքրեց իրականում այն ինֆորմացիան, ինչը որ մեջը գրված էր, ասեցի, վաու, ինչ հետաքրքիր է, կարելի է այս ամենի մեջ խորանալ։ Ու տենց ինձ իրականում հետաքրքրեց այդ ուղղությունը, բայց շատ գաղափար չունեի հոգեբանությունից, բայց երբ որ արդեն խորացա, սկսեցի միջև ընդունելությունը, ինձ ուսումնասիրել, մտածել իմ այսպես ասած անձնական խնդիրների մասին, նկատեցի, որ բավականին ցածր ինքնագնահատական ունեցող անձնավորություն եմ ու դա ինձ ընդհանրապես դուր չէր գալիս ու մտածեցի, որ միգուցե այս ոլորտում սովորելը եւ մասնագետ դառնալը ինձ ինչ-որ մի ձև կօգնի ու նաեւ իհարկե հետաքրքրում էր թե ինչպես են մարդիկ ինչ-որ իրավիճակներում օրինակ մի մարդը կարողանում է հաղթահարի ինչ-որ մի իրավիճակ, իսկ մյուսը օրինակ կոտրվում է։ Ու ես իմ մոտ էի տեսնում, որ որոշ բաներ ինձ մոտ ստացվում է, ուրիշների մոտ չի ստացվում ու հակառակը ու հետաքրքիր էր թե ոնց է այդ ամենը աշխատում ու այդտենց որոշեցի, որ պետքա գամ հոգեբանություն ու մի հատ տեսնեմ, թե առհասարակ ես ով եմ, որտեվ ես ինչ չէի ճանաչում ու մարդկանց էլ ես շատ դժվար էի հասկանում։ Շատ հետաքրքիր է, որովհետև այդ կարծիքը կա, չէ, որ մարդիկ ովքեր մտնում են հոգեբանություն, հոգեբանական դաշտ, իրենց ինչ որ խնդիրները լուծելու կամ իրենց ավելի լավ հասկանալու համար են դա անում։ Փաստացի քո դեպքում էլ էր դա այդպես։ Հա, իրականում սկզբում շատ դժվար է այդ ընդունելը, բայց երբ որ արդեն ճանապարհ ես անցնում, տարբերակ չունես, չընդունես, որ հիմքը քո մեջ էր